Молодые солдаты армянской армии, они с честью стоят на защите границ Родины и берегут свободу Арцаха, завоеванную тяжелой ценой. Ими гордятся даже испытанные азатомարտики войны. Ими гордятся все армяне. Այս քարորիա պատերազմը ցույց տվեց, որ մեր այս երիտասարդությունը, այս նոր ձևաված երիտասարդությունը մի քանի անգամ գերազանցում է մեր սերունդին։ Մենք այն պատերազմի տարիներին երբեք չէինք մտածում, որ կարող է այս սերունդը մեզ գերազանցել, բայց փաստը իրականությունը այն եղավ, որ այս քարորիա պատերազմը ցույց տվեցին, որ նրանք կարող են հակառակորդին ջախջախել ու հետ շփվել, թողնելով հակառակորդի դիակներն ու վիրավորները։ Այս պատերազմի ժամանակ, քարորիա պատերազմի ժամանակ կարող են առանձնացնել անհատների, որոնք իրենց սխալգործություններով օրինակ ծառայեցին բոլոր մնացած զինվորներին։ Այն ենք հասկացել, որ կարանք ամեն պահի գիշեր լինի, թե ցերեկ լինի, ամեն պահի կարանք սպասենք այդ անասուն կոչեցյալներին, տենց ասել։ Ինքը ճիշտ հրամանատար է, ինքը գնահատում է զինվորի կյանքը, հանգարց զինվորին ինչ-որ մի բան չպատահի ու բարձրացնում է մեր մարտական ոգին դրանով, իր առաջ նետվելով մեր մարտական ոգին էլ է բարձրացնում։ Կրտսեր սերժանտ Արթուր Աղասյան, այժմ Արցախի պաշտպանության բանակի լեյտենանտ։ Նա արժանապատվորեն է շարունակում Արցախի հողն ազատագրած մարտիկների գործը։ Ապրիլյան պատերազմի մարտերում նա ցույց տվեց, թե ինչպիսին պետք է լինի հայկական բանակի իսկական մարտիկը։ Մարտնչել հմտորեն եւ քաջաբար, չվախենալով թշնամու թվից եւ կարողանալ իր հետևից ստանել մարտական ընկերներին, դառնալ իսկական հրամանատար եւ հաղթել։ Շատ ճարպիկ է գործել եւ շատ վստահ, ոգևորել է իր դիրքի ազնագազմին, գործել են մարտական հաշվարկի համաձայն եւ ինչի արդյունքում հակառակորդի ծավալած դիվերսիոն խումբը ձախուղվել է, բացացեց մարտական դիրքի, ինչպես նաեւ հարևան մարտական դիրքի մարտական ոգին, ազնագազմը հասկացավ, որ ինքը ավելի հմուտ է որպես զինվոր, հայ բանակի զինվոր, ավելի պատրաստված է, քան հակառակորդի էլիտար ստորաբաժանումը։ Ինչքան ուզում են թող արձակվեն, մեկը մենք մնալու ենք մեր դիրքում, մեր դիրքերից մի սանտիմետր հետ չենք նահանջելու։ Սպասում ենք, որ մեր շարքերը այդպիսի հերոսներ պետք է լինեին եւ չենք սխալվում։ Շատ ուրախ ենք, որ այսօր դրությամբ Արտուր եւ Արտուրների նմանները կան։ Мог ли Артур не мечтать стать таким же воином Родины, как его дед и отец? Они отстояли свободу Карабаха, и теперь Артур убежден, что защитить эту свободу его обязанность. Հայրը Գրիշ Աղասյանը, думаю, ինքն էլ ամենաակտիվ մասնակիցներից մեկն էր Արցախյան շարժման ժամանակ։ Բոլոր ինքները պարտության խոսում։ Մեր Ղարաբաղի առաջի կռիվն է սկսում։ Առաջի օրը վեր ժողովուրդը քեցալան որպեսզի պոստերը պահին, ինչ այդ օրը բանակից կյամա։ Բանակից կյամա տեսնում հայրը տանը չի։ Մամ, հորապապան ասում պա ենա ես ինչ պոստը մը կաղնաց։ Ինքը լահա են իրան են հոնցը ֆորման տրհանելու նորից թունիմա պոստ կաղնան, դեդոյինը հետ։ Դեդոն ստեղ մարտունա պոստերում նավը նկենում, ինքն էլ ամենաթիշ պոստերում է։ Իրը կոկելի, ինքնից իրը կոկե կրողն կրավ։ Ներողությունը հայրենիքի, ներողությունը ընտանիքի, իրենց ընտանիքի, ներողությունը ընկերությանը միշտ կար, միշտ զգացում էր։ Արթուր Աղասյանը ծնվել է 1997 թվականի ապրիլի 4-ին Ղարաբաղի Մարտունիում, ազատամարտիկների հողում, ովքեր հպարտանում են, որ նույնիսկ կարճ պահով իրենց հողից ոչ մի կտոր չզիջեցին թշնամուն։ Ղարաբաղցի պատանին Արցախն ազատագրողների որդին է։ Գրիգոր Աղասյանի ընտանիքում երեխաներից 3 եղբայրներից եւ քրոջից ավագը։ Հայրենասերա, համ ինկերականա, համ էլ ամեն ձևի մեծերին հարգում է։ Առանց մի խոսքի, եթե մարդուն եշմա հասկանում ավել, այդ մարդին ինչ է հարկավել օգնած, ինչ բենոնելի իրան ամեն ինչին կարողանում ալի ինքը հասկանա ինչ անի։ Արտուր շատ ընկերասեր տղա է, իրանք սաղ սիրում էին ուսուցիչները։ Դա ամենտեղ առաջինն էր ուզում գնալ։ Ընկերասիրությունը, մեծերի նկատմամբ վերաբերմունքը, հարգանքը, ընկերության նկատմամբ հարգանք, այսպեսին կար։ Արթուրն ինքն իրեն իբրև իսկական մարտիկ է դաստիարակել։ Միջահասակ եւ նիհար լինելով լրջորեն զբաղվեց ազատ ըմբշամարտով եւ հաջողությունների հասավ։
դարձավ Արցախի չեմպիոն։ Ընտանիքը բոլորն էլ սպորտի նկատմամբ մեծ բան ունեն, էլի հակումներ ունեն։ Ու սպորտը սույն է, ֆիզիկական պատրաստությունը սույն է։ Դե սկուտը ուխտեն զբաղվալում սպորտա։ Իմ երեխոցս Գրիշիկին Արտուրին ասել են, որ ես որ սպորտա զբաղվում եմ, դուք պիտի զբաղվեք։ Իմ Գրիշիկս Երևան առաջի տեղն է բռնել, Ուկրաինա բռնել է, Ռուսաստան բռնել է։ Հետո իմ երեխաս իրան երեխոցը իմ Григорий Ираньерхос насылся спортом. В армию Артур пошел с радостью. Пришло время доказать, что его дед и отец воспитали достойного сына Родины. Փոքր ժամանակ որ խաղում էինք, ինքը շատ է սիրում զենքը եւ մի զենք որ խաղում եւ իր նպատակն է որ դառնա հայ զինվոր պաշտպանի իր փողը։ Ժամանակի դասավանդում են ԶՊ-ը ու անընդհատ ձգտում էր ասկամեն թեմաների վերլուծություն։ Հետո զենքի նկատմամբ անընդհատ այսինչ զենքի տեխնիկական բնութագիրը, եմի զենքի տեխնիկական բնութագիրը։ Սկզբից ոնց որ մնացած զինվորները կարելի ասել չէին տարբերում իրանցից, բայց ժամանակի ընթացքում երբ արդեն ազնագազմը պարբերաբար ընդգրկում է մարտական հերթապահությունում, ինքը հետված շարքային զինծառայող էր, որից հետո շնորհվել է սերժանտի զինվորական կոչում, նշանակվել է դիրքի ավագ։ Ծառայության 9 ամիսների ընթացքում Արտուրն իսկական մարտիկ դարձավ։ Ճարպիկ, համարձակ, զենքին գերազանց տիրապետող։ Իսկ գլխավորը Արտուրին հավատացին եւ սկսեցին իսկապես հարգել։ Նրան հաշվի են առնում եւ նրա մարտական հրամանները սիրով են կատարում մյուս զինվորները։ Մարտական ոգին բարձր, ինքը միշտ է ոչ թե մենակ պատերազմի ժամանակ, այլ միջև պատերազմը սկսել է առօրյա գործունեության ժամանակ էլ ես իրան ճանաչել եմ որպես կարգապահ, դաստիարակված, որպես ղեկավար ջոկի հրամանատար առանձնանում է, տարբերվում է մնաց մյուսներից, ինչի մա, որովհետև ոչ պլանային գաղափար։ Դա հրամանատարի ամենա, այսպես ասած, դրական կողմն է, էլի, որ տվյալ պահին այդ բարդ իրավիճակը քեզ ճիշտ է դրսևորում։ Уже второй год на границах Арцаха неспокойно. Азербайджан усилил военные провокации, обстрелы и вылазки диверсантов. Противник стремился показать свою силу и надеялся запугать армянских воинов. Խոշոր տարամաչափի զենքեր օգտագործում, խոշոր տարամաչափի գնդացորդների դիպուկաներ, ընդդեականներ եւ այլ։ Եվ մենակ իր ճիշտ որոշում կայացնելու շնորհիվ, որ մինչ այդ օր ոչ մեկին ոչ մի դեպք տեղի չի ունեցել, բոլորը ղեկավարում եղել է, այսպես ասած, իդեալական, առանց տերությունների։ Находясь под постоянными артобстрелами, молодые армянские бойцы не потеряли присутствие духа. Под вражескими пулями они становились еще более опытными и умелыми солдатами. Շրջանը ռմբակոծում էր, էտանակոծում էր, դիպուկանը խոշոր տարամաչափի, բայց ինքը այդ ամեն ինչը հաշվի չառավ, որ մենք որպես պաշտպանող կողմ գործելով պաշտպանողական կարգով ադապտացում ենք այդ ամեն ինչ։ Այդ ռումբի պայթոնը մեր համար նորություն չէր արդեն, մեր զորքը խոճապի չէր մատնվում։ Ու այդ ամեն ինչի շնորհիվ կարելի ասած մի տեղ էլ հակառակորդը մեզ օգնեց այս պատերազմը հաղթելու, հաղթանակելու։ Ապրիլի 1-ին ջոկը, որի հրամանատարն էր Արտուրը, դիրքավորվեց Թալիշի ուղղությամբ հենակետերից մեկում։ Իր ծառայությունը նենց էր կազմակերպվում, որ բոլորս հասկանայինք, որ մեկս մյուսի մասին պետք է մտածի։ Տեղներս կարող է մի քիչ հոգնած լինենք, ինքը դիրք բարձրանար, ինքը տեղներս կայներ։ 1 апреля от выстрела снайпера погиб боец отделения Владимир Мелкумян. Ярость и боль от потери друга скопились в душах его товарищей. А на следующий день они обрушили свою ярость на врага, напавшего на их пост. Սկսեցին լայնածավալ ռազմական գործողություններ, հակառակորդը օգտագործելով իր բանակի բոլոր տեսակի զինտեխնիկան, կենտրոնացվեց տվյալ հատվածում եւ նախապատրաստվելով հարձակման անցավ գրոհի։ Ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը ադրբեջանցիները ուժգին հրետանային հարված հասցրին Արտուր Աղասյանի դիրքին։ 1.5 ժամ ջոկի մարտիկները դիրքի վրա թափվող թշնամուականներից եւ արկերից պատասպարվել էին բլինդաժում։ Գնդակոծությունը ուղղորդում էր անօթաչու սարքը։ Դրա տվյալներով էլ թշնամուն թված, թե հայ մարտիկները կամ զոհվել են, կամ լքել դիրքը։ Մինչև ձիվերսյան ժամը 4-ին 15 պակասում է հրետանակոծություն, ամբողջ
դիրքի երկայնքով։ Արթուն հերթափոխի պահակը միանգամից նկատեց հակառակորդի գործողությունը, ի շնորհիվ իր զգոնության եւ անձնակազմը գործեց համաձայն մարտական հաշվարկի։ Ձայներ լսվեցին դիտակետում էի։ Նկատեցի կուտակումներ, միանգամից եկցեցի դիրքի ավակին։ Դիրքի ավակը չխառնվեց, միանգամից ընդունեց հրաման անցնել դիրքը շրջանաձև պաշտպանության։ Անենց են հրետանն աշխատել, որ խոսքի վիրավոր բան լինի, չկարանք հանենք պոստից։ 4-ին 15 պակաս, որ սկսում է 5-ին 15 պակաս արդեն այդ ամեն ինչ ավարտվում է, մեր պոստի վրա արդեն էլ չեն կրակում, մինամյոտ բան չի աշխատում մեր պոստի վրա։ Հետո տեսանք, որ կողի պոստերի վրա աշխատում է, մեր վրա չի աշխատում, մի թեթև կասկածանք առաջացավ։ Едва обстрел утих, в окопы поста уже вошли вражеские спецназовцы. Они были уверены, что здесь больше армянских солдат нет. Ուզեցինք ելնենք, որ տենանք ինչ է կատարվում։ Մեր դիրքից մի հոգի կրծեց սերժանտ Գալստյանը, ասում է ձեներ եմ լսում։ Անցավ գրոհի եւ չսպասելով, որ կհանդիպի նման դիմադրության, նա կարծում էր, թե վայրկյանների ընթացքում հանկարծակի գրոհ կազմակերպելով կարող է մխրճվել մեր առաջնագից։ Դիրքի վրա եկել էր նրանց էլիտար, ամենաէլիտար խումբը, մեր 18-19-20 տարեկան զինվորների դեմ, բայց ոչ մի արդյունքի չհասավ։ Ոնց է, որ իրանք անենց են հասկացել, որ դիրքը մենք թողել փախել ենք։ Դրա համար իրանք խոսալով եկել են, ազատ եկել են, մտել են։ Կրծեր սերժանտ Աղասյան Արտուրը չխառնվելով միանգամից ընդունեց ճիշտ որոշումներ, ճիշտ որոշումների հիման վրա մենք կարողացանք դիրքը պաշտպանել, դիրքից հետ շպրտել թշնամուն։ Իրանք, որ հարձակվել են մեր վրա, մոտավոր մի 20 քանի հոգի եղել են, 20-ից 30 հոգի եղել են, որ մեր վրա հարձակվել են, իսկ մենք եղել ենք դիրքում 9 հոգով։ Արթուրը որպես իսկական մարտական սպա առաջադրանքները ճշգրիտ բաշխեց իր զինվորների միջև։ Յուրաքանչյուրը գիտեր, որտեղ պետք է հարվածի, իսկ ամենադիպուկը Արթուրի հարվածներն էին։ Նա պաշտպանեց մարտունեցի մարտիկների համբավը, որոնք երբեք չեն նահանջում։ Հակառակորդը շրջապատել էր մարտական դիրքը, ջոկի հրամանատարը Արթուրը։ Հմուտ ղեկավարեց իր դիրքը եւ ինքը անձամբ արի գործելով, այսպես ասած, պատն է շնելով իր ազնագազմին։ Եթե դիվերսիա լինում, օրինակ կարմիր հրթիռը նշանակում է դիվերսիա, բաց ենք թողել, ունենց ենք բաց թողել, որ երևի մի 6 պոստ հասկանա, որ մեր վրա դիվերսիա է, եթե օգնության կարան հասնեն։ Իր պահվածքով ստիպեց, որ ազնագազմը խուճապի մեջ չմտնի։ Ոչ թե ստեղծվեց այդ դիրքում խուճապ, այլ միազնաղեկավարություն, միազնաղեկավարում ինքը ղեկավարում էր անձնակազմը ուշադիր կատարում էին իր կողմից տված ցուցումներ։ Որոշում եմ կայացել, ասել եմ ոչ մեկ ոչի բան չանի, ուղղակի կրակով ապահովենք, մենք էլ նռնակներով ինչ կարանք այն կանենք։ Ամ ղեկավարից իր դիրքը, համելինց ինքը անմիջապես մարտի մեջ մտավ։ Ու շատ ճիշտ նռնակներով եւ այլ ձեռքի տակ եղած բոլոր հարաձգային միջոցներով։ Точным ударом из блиндажа армянские бойцы остановили врага и заставили его отступить. Առաջին նռնակը նետելուց հետո արդեն խոճապ են մատնվում, արդեն ողջ դիրքի ազնագազը ուսում են կրակ բարել իրանց ուղղությամբ եւ չենք թողում, որ կացանի մոտիկանան։ Համեմատենք ինքը շարքային զինվոր սերժանտ պաշտպանվում է եւ անակնկալի է գալիս իր շուրջը հատուկ պատրաստված ադրբեջանական բանակի էլիտա ստորաբաժանման զինծառայողներ։ Մարդ ենք վարում ու մի 15-20 րոպե տեղովությամբ։ Հետո տեսանք, որ հետ ենք քաշում։ Ինքը չէր ասում զինվոր դու գնայս խարամատով աչի վրա թուրք կախփի, առաջինը ինքն էր վազը, ամենաառաջին։ Սկզբում ադրբեջանցիները փորձում էին ոչնչացնել բլինդաժում նստած հայ զինվորներին, բայց ոչինչ չկարողացան անել։ Չափազանց դիպուկ էր հայ տղաների կրակը եւ մահացու նետած նռնակները։ Այդ ուղղությամբ երևի եթե սուտ չլինի մի 3 հատ գրանատ եմ շպրտում։ Առաջի զոհը, որ հակառակորդը թողեց մարտական դիրքում, պետք է կոնկրետ սերժանտի ոչնչացված հակառակորդի դիվերսանտն էր։
Կարճատև, բայց կատաղի մարտից հետո ադրբեջանցիները փախան, լքելով իրենց հրամանատարին, որին Արթուրը վիրավորել էր։ Եվ հիմա գրոհի գնացին հայ տղաները։ Ինքը կացանի վերևն է վիրավորվում, ոտերի ձենի վրա լսում եմ, որ ոտերի ձեն է գալիս, սրազու կասկածել են, որ կարող է նռնակ գցեն, վարարանի տրուբայով կա նռնակ գցեն։ Ու առաջինը ես եմ գցում, ինքը վիրավորում է, իրան քաշ են տալիս արդեն, որ տանում են խրամատ, արդեն մենք դուրս են գալիս, բլինդաժի դուրս են գալիս, արդեն ասում ենք խրամատի վրա կրակել, նռնակն է բան շպրտել, այդ վաղտ արդեն վիրավորին թողնում փախնում են։ 7-8 րոպե շարունակ բոյ գնալուց հետո նռնակն նետեցին իմ ուղությամբ, դրակեց կպավ ոտից վիրավորվա, ընկագետին, բայց նորից ուժ գտա մեջս, բռնվեցի եւ նորից վեր կացա ու նկատեցի, որ երկու հոգի մոտիկանում են կացարանին։ Մոտ 2 մետր հեռավորության վրա թուրքը դեմս կանգնած էր։ Առաջինին միանգամից կրակահերթով ոչնչացրեցի, մյուսը փախավ։ Փախավ, փախնել ընթացքում մյուսին է ոչնչացրեցի։ Մնացածը արդեն փախան այն ուղղությամբ, որ եկել էին։ Տենում են, որ բլինդաժը մոտենում է թուրք զինվորը, վազելով գալիս է, որ նռնակ գցի բլինդաժի մեջ։ Հետո ես շուտ մի հատ M75 եմ շպրտում, իրան բլինդաժի դեմը սպանում եմ։ Դիվերսիոն խումբը ոչնչացվեց տեղում, հակառակորդը թողեց զոհեր, հետ քաշվեց վիրավորներ հետը տանելով։ Հետո որ արդեն իրանք հետ են քաշում, մենք արդեն ասում ենք խրամատի ուղղությամբ կրակել նռնակներ շպրտել, իրանք դիրք թողում են փախնում։ Դիրք թողելուց թողում են փախնում, իրանց այդ վիրավոր աֆիցերը մի հատ կարմիր ռոպա բաց թողում ու դրա вրա ջոգում ենք, որ հələ էլի մարդ կա։ 9 армянских солдат во главе с младшим сержантом Артуром Агасяном выбили с поста азербайджанских спецназовцев. Даже специальная выучка и особое снаряжение вражеского спецназа оказались бессильными перед молодыми армянскими бойцами. Որ արդեն չեն կարող մեր վրա մոտիկանան, գրանատամոտ են կրակում։ Ծիծաղելու էլ է մի քիչ այն կարգեն եմ, որ ասում եմ տուպոլինում, որ գրանատամոտը կրակում են, իրան զապալը չեն հանում, ինքը չի տրակում էլի, սնայադի կեսը մնում է պաշտպանիչ պատի մոտ։ Չափսերով մեծ, տարիքով մեծ ու քանակով շատ եկել էր մեզ վրա, բայց դե դա այդքան է կարևոր չի։ Թե չափսերը, թե չգիտեմ տարիքը, երևի թե ամենակարևորը մարտական ոգին է ու զինվորական դաստիարակությունը, որը մեր բանակում շատ լավ մենք ստանում ենք սպաների կողմից, մեր վաշտի հրամանատարների, դասակի հրամանատարի, գումարտակի հրամանատարի կողմից։ Армянские солдаты израсходовали почти все боеприпасы, но подхватив брошенное врагом оружие, они продолжили их гнать. Իրանց դիակներից եմ, որ ասում մեր պատրոնները ամեն ինչ պրծած, իրանց դիակներից հանում եմ իրանց գրանատները, իրանց հետ բերած։ Ու դե ավակ լեյտենանտին սպանում ենք տեղում։ Նույնիսկ ոտքից վիրավոր զինվոր Հարություն Բադալյանն էր մասնակցում թշնամու հետապնդմանը։ Եվ միայն մարտից հետո թույլ տվեց ընկերներին մշակել իր վերքը։ Դիրքից փախնեին, բայց չթողեցինք, միանգամից ընկանք հետևներ, սկսեցինք կրակել խրամատի մեջ ու հենց այդ վիրավորումն էլ տես թողեցին ու փախան։ Ուղղակի ես արդեն 10 րոպե, 15 րոպե հետո իջեցվել եմ հոսպիտալ։ Азербайджанские спецназовцы бежали с поста, на который они пришли, считая себя победителями. Здесь они оставили 3 своих убитых, включая командира группы. Ընդհանուր տենց տալիս ենք մեկ վիրավոր, թեթև վիրավոր Բադալյան Հարությունը, մեկ վիրավոր ենք տալիս, իրանք էլ տալիս են 3 զոհ, բայց տեղեկություններով իրանք էլ ավելի զոհ վիրավոր են տվել, ուղղակի իրենց հետ տարել են։ Թշնամին արդեն նահանջել էր, երբ գումարտակից օգնություն հասավ։ Արթուր Աղասյանի մարտիկները չհանձնեցին իրենց դիրքը։ Երիտասարդ հայ զինվորները, որոնք փախուստի մատնեցին թշնամու լավագույն մարտիկներին։ Ճիշտ կազմակերպում ենք ծառայությունը ու գիտենք ինչի համար ենք պայքարում, որը որ չգիտի թշնամին հակառակորդը։ Ըստ դրա էլ մենք ոչնչացրեցինք թշնամուն, տարիքով մեծ, չափսերով մեծ թշնամուն։ Զինվորը գիտի իր կողը խելացի, դուխով սերժանտ ունի, всё, իրան էլ ոչ մի բան հարկավոր չի այդ պահին։ 4 дня продолжались бои на границе. Армянские солдаты показали, что готовы остановить врага, какими бы силами он не обрушился на них. Пост Артура Агасяна враг штурмовать больше не осмелился. Խախան տենց 1000-ից մեկ մի հատ, 2 հատ մինամյոտ գցեն եւ վերջ։ Տենց էլ վրցնում ամեն հարկարասունի պատմությունը։
Զինվորները ասում են, որ եթե մենք գիտենք, որ մեր հրամանատարը հմուտ է, մեր հրամանատարի ինքը ապացուցեց, որ անուն ենթականների պատրաստ է կյանքը զոհելու, ապա ինչի մասին է խոսքը, պատրաստ ենք առաջ գնալ, մենակ առաջ։ Որպես սրբություն այդ բարձունքը մեր համար պահել ենք, պահպանել ենք։ Խիզախությունը, որով 9 մարտիկներ հետ շպրտեցին թշնամուն, դարձավ հայ զինվորների արիության օրինակներից մեկը։ Արթուր Աղասյանին եւ Հարություն Բադալյանին շնորհվել է հայկական բանակի բարձրագույն պարգևներից մեկը՝ Հայաստանի մարտական խաչ 2-րդ աստիճանի շքանշանը։ Մյուս 7 մարտիկները պարգևատրվել են զինվորական բարձրագույն արիության համար մեդալով։ Կռվի ընթացքում փորձում էր անցանել, որ ոչ մեկը չվնասվի, ինքն էր առաջ նետվում, բայց դե ամեն մեկս մյուսին պահելով չենք թողում, որ մյուսը առաջ նետվի, ամեն մեկս փորձում ենք առաջ նետել։ Բոլորիս մասին մտածում էր, ամենակարևորը, ամենաառաջինը, որ նկատել եմ նրա մոտ ոչ թե որ ինչ կստացվի բոլորը, այլ կարևորը, որ մենք մեզնից ինչ-որ մեկին ինչ-որ մի բան չլինի։ Ամեն գնով լինի, մենք պահելու ենք մեր հողերը, ինչքան ուզում են թող արձակվեն, մենք մեր հակահարվածը տալու ենք։ Ծառայությունը շարունակել ենք ավելի լավ, ավելի դուխով ու միշտ այսպես ոնց պահել ենք, նույն ձև պահպանելու ենք ու ոչ մի թշնամի դա 100%-ով կարող եմ անգամ խոստալ, որ ոչ մի թշնամի մեր առաջնագիծը չի հատելու։ Ուրախանում եմ թորս դիա, ես մեմը քյունում մին ասմադե բենի գերոյի դեդս լեիշ կակես, գերոյի դեդս։ Սաղ աշխարհը մեր գարձիցանում պայրան տատը կարողա վեր գարձից չնի։ Մարդ չմնացալ վեր չզանգի։ Թե Ղարաբաղ, թե դաժե Մոսկվայից բռնած ամեն բենար Սիրիա հայրը թա ինչքան զանգ տալ։ Պաշտպանվել եմ միջև վերջ եւ մի կտոր էլ հող չեն տվել, քանի որ դա մեր պապեի ազատագրած հողն է եւ սաղս է պատրաստ ենք միջև վերջ պայքարելու մեր հողերի համար։ Այդ ոտնձգությունները եթե լինի, ես միշտ պատրաստ եմ պաշտպանեմ մեր հողերը։ За то мастерство, с каким организовал и провел оборону поста младший сержант Артур Агасян, ему присвоено звание лейтенанта. Природный командирский дар помог Артуру отбить врага, не потеряв ни одного солдата. Офицерское мастерство оказалось в его крови, и теперь на земле Арцаха будет служить еще один армянский офицер из нового поколения армянских воинов-победителей. Կապ չունի ինչ տիպի հրամանատար, դասակի կննեի վաշտի, թե ջոկի հրամանատար իր սխրագործությամբ, իր ղեկավարությամբ ապացուցեց իր ազնագազմին, որ ինքը ի վիճակի է ղեկավարումը իրականացնի եւ ազնագազմը հավատում էր։ Հրամանատարն է մեր մարտական ոգին բարձրացնում, մեզ դուխ տալիս, մենք էլ իրենց։ Գումարտակ հրամանատարը ասում է, եթե ուզես կարաս համալրես մեր շարքերը, մնաս ձեր վաշտում, ձեր դասակում որպես սպա։ Սովորությամբ սպայա եւ գտնում որ բավականին ինքը օգտակար կլինի մեր հայրենիքի պաշտպանության համար։ Հակառակորդին թվում է թե ինքը այս պատերազմի ժամանակ ջարդեց, այսպես ասած, մեր հայ բանակի հրամանատարական կազմի մարտական ոգին կամ մեր զինվորների մարտական ոգին, բայց դա լրիվ հակառակ տարբերակը տեղ ունեցավ։ Մենք ավելի, պես ասած, փորձ ձեռ բերեցինք եւ հիմա այն ինչ որ մտածում ենք մինչ այսօր, թե մենք ինչի ենք ընդունակում, ինչ հնարավորություններ ունենք, հիմա ամեն ինչ այլ է։ Պահելու ենք դիրքերը, դիրքի ավակի հետ միասին, Աղասյանի հետ միասին պահելու ենք դիրքերը նույն ձև ու ավելի լավ, ավելի զգոն, ավելի խելամիտ։ Հիմա մենք մեզ ճանաչում ենք, մարտի դաշտում պատրաստ ենք մեր հողի համար կանել, հրամանատարական կազմը, սերժանտական կազմը, Աղասյանը, նույնիսկ մյուս բոլորը պատրաստ ենք, մենք կանենք մեր հողի վրա ու պաշտպանենք մեր հողը, մեզ ավել պետք չի, ինչ ունենք էդի։ Այս լեյտենանտ կոչումը ստանալուց հետո պատրաստ եմ միջև վերջ ծառայել հայրենիքիս, հող ու ջրիս։ Артур Агасян, 19-летний лейтенант армянской армии. Он сумел в тяжелом неравном бою сплотить своих бойцов. В бою он стал истинным командиром, настоящим офицером армянской армии. Он не отступил. Выиграв неравный бой, разгромил врага и сберег жизни своих солдат. И поэтому он герой. Հայկական բանակի
զինվորներին եւ սպաներին ողջույն։ Պարոն նախագահ կրծի սերժանտ Աղասյան ներկայացել է պապետը։ Ծառայեմ եմ հայ։